Բարև սիրելի ընկերներ։ Բարև փոքրիկներ, գիտունիք, ես այսօր որոշել եմ հաշվել ամեն ինչ, ծառերը, թիթեռները եւ նույնիսկ ձեր ժպիտները, երեխաներ, բայց այս ամենը մենակ հաշվել չի ստացվում։ Ես քեզ եւ մեր ընկերներին պատրաստ եմ օգնել ինչու՞իկ։ Գիտունիք, այսօր ես որոշել եմ ծանոթանալ թվերի հետ։ Հրաշալի է։ Երեխաներ, այսօր մենք միասին կսովորենք հաշվել 1-ից 10 եւ 10 խաղ կխաղանք միասին։ Սկսենք ամենակարևորից։ Որտե՞ղն է առաջինը։ Դե իհարկե 1-ը։ 1 արև, 1 լուսին, 1 գիտունիք։ Բայց մենք երկուսով ենք, գիտունիք։ Այսինքն կա նաև թիվ 2-ը։ Այո, ինչու՞իկ։ Սկսենք թիվ 1-ից եւ 2-ից։ Ես կլինեմ թիվ 1-ը, իսկ դու թիվ 2-ը։ Բայց ես սիրում եմ լինել առաջինը, գիտունիք։ Ներողություն, գիտունիք։ Ինչ էիր ասում։ Սկսենք թիվ 1-ից։ Երեխաներ, սա թիվ 1-ն է։ Ինչ գիտենք։ Գիտենք, որ կա 1 արև երկնքում եւ 1 լուսին, 1 բերան ունենք եւ 1 քիթ։ Բայց 2 ակաչ եւ 2 աչք։ Սա թիվ 2-ն է, երեխաներ։ Տեսեք, մենք ունենք 2 ձեռք, 2 ոտք եւ կարող ենք հենց հիմա մի հրաշալի խաղ խաղալ միասին։ Հիմա կհայտնվեն տարբեր կենդանիներ եւ եթե 1 կենդանի է, 1 ձեռքն ենք բարձրացնում։ Իսկ եթե 2 կենդանի է, 2 ձեռքը։ Պատրաստ եք։ Գնացինք։ Ապրեք երեխաներ, սա դուրս եկավ այս խաղը։ Հիմա ես ուզում եմ ավելի շատ բաներ հաշվել։ 1, 2, իսկ որ թիվն է գալիս հետո, գիտունիք։ Թիվ 3-ը երեխաներ։ Սա թիվ 3-ն է երեխաներ։ Ինչ եկյատ է ձեր մտքին առաջինը գալիս 3 թվով։ Ես հիշեցի 3 խոսուկների մասին. նիվ, նիվ, նավ, նավ, նուվ, նուվ, նաև 3 փոքրիկ արջուկների մասին։ Գիտունիք հիշում ես, վաբիկ պապիկն էր պատմում մայր արջուկը, հայր արջուկը եւ բալիկ արջուկը։ Նաև ջինը եւ ոսկե ձկնիկը 3 ցանկություն են իրականացնում։ 1, 2, 3 Գիտունիք, իսկ ինչպես կարող եմ հանդիպել ջինին, հենց 3 ցանկություն էլ ունեմ։ Երեխաներ, մի խաղ խաղանք միասին։ Կհայտնվեն տարբեր կենդանիների պատկերներ եւ դուք պետք է շատ արագ հաշվեք եւ ասեք 3, եթե նրանց թիվը 3-ն է։ Պատրաստ եք։ Գնացինք։ 1, 2 Ոչ, շունիկները 2-ն են։ Ոչ, այստեղ 1 թիթեռ է։ Այստեղ 3 խոզուկ է, 3։ Դե հիմա միասին, երեխաներ, 3։ 1 կատու է այստեղ։ Ոչ, 2 ձուկ է այստեղ։ 3 արջուկ է այստեղ, երեխաներ։ Իսկ հետո գալիս է թիվ 4-ը։ 4-ը շատ կարևոր թիվ է երեխաներ։ Տարվա մեջ կա 4 եղանակ։ Այո, գարուն, ամառ, աշուն, ձմեռ։
Իսկ դուք գիտեք, որ շատ կենդանիներ ունեն 4 ոտք։ Այ օրինակ, շունը, կատուն, կովը, Ես շատ լավ խաղ մտածեցի երեխաներ։ Եթե գիտունիկը ասում է կենդանի, որն ունի 4 ոտք, մենք պետք է անենք 4 քայլ տեղում։ 1, 2, 3, 4։ Եթե ասում է գիտունիկը կենդանի, որը չունի 4 ոտք, երեխաները եւ ես պետք է կանգնենք տեղում եւ ձեռքերով թափահարենք։ Պատրաստ եք երեխաներ։ Սկսեցինք։ կատու, 1, 2, 3, 4։ բու, շուն, 1, 2, 3, 4։ սեբր, 1, 2, 3, 4։ 4, օձ, կով, 1, 2, 3, 4։ թիթեռ, շնաձուկ, Շնաձուկը, ձուկը, 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 շնաձուկը, ձուկը, 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 շնաձուկը, ձուկը, 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 շնաձուկ։ 1, 2, 3, 4, 5, սա 5-ն է երեխաներ։ 5 մատ, 1 ձեռքի վրա։ Մեր մարմնի 5 զգայարաններն էլ շատ կարևոր են երեխաներ։ Աչքերով տեսնում ենք, քթով հոտ ենք առնում, բերանով համ ենք զգում, ականջներով լսում ենք, իսկ դե ձեռքերով շոշափում ենք։ Երեխաներ, եկեք հիմա խաղանք 5 շարժում, 1 պար խաղը։ Ես պետք է ասեմ շարժումները, իսկ դուք պետք է անեք դա հենց 5 քայլով։ Պատրաստ եք։ Սկսեցինք։ Բարձրացրեք ձեռքերը։ Թափահարեք։ Ծափտվեք։ Պտտվեք։ Իսկ հետո ամենաուրախ ձևով ասեք 5։ Խատուտիկ ուրախության և իր ձերիով 5։ Խատուտիկ ուժեղ պչենք ու տարածենք Երաս 5։ Խատուտիկ Ինչու՞իկ, իսկ 5-ից հետո ինչ թիվ է գալիս։ 6։ Իսկ դու գիտես, որ մրջյունները, զատիկները, մեղուները ու էլի շատ միջատներ հաճախ ունենում են 6 ոտք։ Ինչ հետաքրքիր է գիտունիկ։ Արի խաղ խաղանք։ Այս պատկերներից մեկում թաքնված է 6 թիվը։ Տեսնենք ով ավելի շուտ կգտնի, դուք թե ես երեխաներ։ Եկեք հաշվենք։ 1, 2, 3, այստեղ 3 փուչիկ է երեխաներ։ Լավ, եկեք խնձորները հաշվենք։ 1, 2, 3, 4։ 4 խնձոր է այստեղ։ Լավ, հիմա աստղերը հաշվենք։ 1 Ես գտա։ Հուշում եմ երեխաներ։ 6 աստղ երեխաներ։ Դուք բոլորը ճիշտ գտաք, ապրեք։ Գիտունիկ, իսկ 6-ից հետո որ թիվն է գալիս։ 7, երեխաներ, սա 7-ն է։ 7-ը կախարդական թիվ է։ Կա 7 գույն ծիածանում, 7 օր մեկ շաբաթում եւ կան նաեւ 7 նոտաները։ Գիտունիկ հիշում ես մեր նոր ընկերներին, ուրախ նոտաներին։ Ես Սոլին այնքան եմ սիրել, հաստատ նրան հետ կընկերանամ։ Ինչ էի ասում, եւ կան նաեւ աշխարհի 7 հրաշալիքները։ Հենց դրա համար էլ 7-ը հանդիպում է նաև հեքիաթներում։ Հիշում եք 7 թզուկների հեքիաթը։ Հիմա կխաղանք մի շատ հետաքրքիր խաղ միասին։ Դուք հաստատ գիտեք այդ խաղը։ Թզուկ հսկա խաղի մասին է խոսքը։
Երեխաներ, եթե գիտունիկը ասում է թզուկ, բոլորս կքանստում ենք։ Եթե ասում է հսկա, բոլորս ձգվում ենք վերև, այ այսպես, ու լայն բացում ձեռքերը։ Իսկ եթե ասում է 7 թզուկներ, բոլորս 7 անգամ ծափահարում ենք։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Պատրաստ եք երեխաներ։ Գնացինք։ Թզուկ։ 7 թզուկներ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Թզուկ։ Հսկա։ 7 թզուկներ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Թզուկ։ Հսկա։ 7 թզուկներ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Թզուկ։ Այ։ Շատ լավ խաղացիք երեխաներ։ Ինչու եք։ Իսկ 7-ից հետո ո՞ր թիվն է գալիս։ 8-ը։ 8-ը շատ հետաքրքիր թիվ է։ Այն նման է քո ակնոցին։ Եվ պարկած նաև ամբողջության նշանն է։ Երեխաներ, իսկ դուք գիտեք, որ որոշ կենդանիներ հաճախ ունենում են 8 ոտք։ Այ օրինակ, սարդը։ Այ։ 8 հոտնուկը, Դե պարզ է 8 ոտքուրի տրավաբանական։ խեցգետինը։ Երեխաներ, հիմա միասին մի շատ հետաքրքիր խաղ խաղանք։ Երբ ասում եմ կենդանի, որը ունի 8 ոտք, դուք պետք է շարժվեք այնպես, կարծես ունեք 8 ոտք։ Իսկ եթե ասում եմ կենդանի, որը չունի 8 ոտք, դուք պետք է անշարժանաք, քարե մարդու նման։ Սարդ։ Շուն։ Խեցգետին։ Կով։ Ութ հոտնուկ։ Այո։ Կատու։ Գիտունիկ, իսկ 8-ից հետո ո՞ր թիվն է գալիս։ 8-ից հետո գալիս է թիվ 9 երեխաներ։ Իսկ դուք գիտեք, որ մեր արևային համակարգում կա 9 մոլորակ։ Ես այնքան հարցեր ունեմ տիեզերքի, մոլորակների, աստղերի ու արևային համակարգի մասին, գիտունիկ, բայց այդ մասին մեկ ուրիշ օր անպայման կպատմես, չէ՞։ Այո, ինչու եք։ Խոստանում ես։ Խոստանում եմ։ Հապրես։ Հիմա երեխաներ, խաղանք 9 թվով խաղ։ Տեսնենք ով ավելի ուժեղ կփչի 9 փուչիկ։ Պատրաստ եք։ Դե գնացինք։ Երեխաներ, մեկ հիմա պետք է ուժեղ փչեք 9 փուչիկ։ Դե սկսեցինք։ Ինը փուչիկ։ Մեզ մոտ ստացվեց երեխաներ։ Վայ։ Շունչս կտվեց։ Բայց մենք հենց 9 փուչիկ էլ փչեցինք, երեխաներ։ Շատ ապրեք։ Երեխաներ, մեզ մնաց սովորել այսօրվա համար վերջին թիվը 10-ը։ Այո, 10-ը։ Ես գիտեմ, մեր երկու ձեռքերի մատները միասին 1-ից մինչև 10-ը։ Երեխաներ, հիմա միասին պետք է ծափ տանք 10 անգամ։ Իսկ հետո նույնը քայլերով 10 քայլ։ Իսկ հետո ցատկերով 10 ցատկ։ Պատրաստ եք։ Դե գնացինք։ 10 ծափ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-ը։ Իսկ հիմա 10 ցատկ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-ը։ Իսկ հիմա 10 քայլ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-ը։ Ապրեք երեխաներ, ձեզ մոտ շատ լավ ստացվեց։
մենք այսօր սովորեցինք հաշվել 1-ից մինչև 10-ը։ Եվ որ ամենակարևորն է, մենք խաղալով սովորեցինք, ինչու՞իկ։ Գիտունիկ, իսկ քանի խաղ խաղացինք այսօր։ Դեռ 9, ինչու՞իկ, բայց վերջին 10-րդ խաղը ամենահետաքրքիրն է։ Հիմա կհայտնվեն տարբեր պատկերներ, եւ դուք պետք է շատ արագ հաշվեք եւ ասեք, քանի հատ է։ Պատրաստ եք։ Սկսեցինք։ 1 շուն։ 1 շուն է այստեղ։ 1 2 3 4 5 6 7 8 հատ դուք է։ 1 2 այստեղ 2 կատու է։ 1 2 3 4 5 6 աստեղ։ 1 2 3 4 5 6 7 8 9 մոլորակ է։ 1 2 3 4 5 6 7 գույն, ինչպես դիացանում է։ 1 2 3 արջուկ։ 1 2 3 4 փուչիկ։ Երևի սրանք այն փուչիկներն են, որ միասին փչեցինք, բայց որտեղ են մնացած 5 փուչիկները։ 1 2 3 4 5 փուչիկ։ Գտանք, գիտունիկ, գտանք փուչիկները։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 սրտիկ է։ Շատ ապրեք երեխաներ, դուք հրաշալի եք խաղում։ Իսկ հիմա դու կրկնիր եւ մեզ հետ արագ հաշվիր։ 1 2 3 4 5 6 7 8 9 եւ վերջում 10։ Եվ վերջում ես Գիտունիկը եւ մեր նոր ընկերները ուրախ նոտաները ձեզ համար մի շատ գեղեցիկ անակնկալ ենք պատրաստել թվերի մասին։ Իսկ դուք սովորեք հաշվել, որ մենք էլի նոր խաղեր ու երգեր պատրաստենք ձեզ համար։